Գյուղից բավական հեռու խոր ձորի մեջ գտնվող այգիների պահապան Նավասար Դապերը կրացել էր ընկուզենու տակից բխող աղբյուրի վրա ու միջօրեի տապից վառված երեսներ լվանում, երբ լսեց բրիգադիրի ձայնը. Նավասար Դապեր, այ Նավասար Դապեր, ձեր արշակը քաղաքից եկել է։ Ինչ? Մեջքը դժվարությամբ ուղղելով գոչեց ծերունին և զարմանալի առույգ քայլերով վազեց դեպի ուրախալի լուրը բերողը. Եկել ա, ասում ես իմ արշակը, երբ ա եկել, հիմա որտեղ ա։ Հրեն գյուղում աչքովս տեսա, կապույտ զիմով է եկել։ Երանի քեզ Նավասար Դապեր, որ այդպիսի հարազատ ունես։ Արևը տասնապատիկ պայծառացավ ծերունու համար, ու ձորն էլ լցվեց մարդու երակների արյունը եռացնող երգով։ Նավասար Դապերը շփեց մորուքը, կարոտով նայեց գյուղի կողմը և պոկ գալով տեղից վազեց դեպի հնձան։ 10 տարի էր ինչ չէր տեսել արշակին։ Ամեն տարի աչքը գյուղ բերող ճանապարհին հառած ականջը ձենի սպասել էր ու համբերել էր ու սպասել։ Հիմի վերջապես կտեսնի նրան։ Լավ էլ ժամանակ է եկել արշակը, ձորը լիքն է աշխարհի ամեն տեսակ մրգերով, ինքն էլ առողջ է ու դեռ կայտառ։ Գյուղում ոչ մի ազգական ու հարազատ չուներ Նավասար Դապերը, բախտի անողոք վճիռով զավակ չէր ունեցել, իսկ կինը մահացել էր շատ վաղուց։ Սովից մեռել էին նաև նրա եղբայրն ու կինը, իրենց միակ որդուն արշակին թողնելով որբ։ Դեպի հնձան գնալիս նա արվի եզերքից վերցրեց բահն ու փորեց հնձանի խոնավ գինեհոտ հողը, հանեց 10 տարի առաջ այդտեղ թաղած գինու կուլան, շոշափեց նրա սառը, լանջը, հոտ քաշեց փակ բերանից ու ժպտաց. Առյուծի կաթ է դարել։ Գոհունակությամբ մտածեց նա ու հիշեց, որ գետապի թզենու մոտ է գտնվում բոստանի ամենամեծ ձմերուկը և արագ գնաց այնտեղ, կրացավ, պոկեց գրեթե փթանոց ձմերուկը, արխալուղի փեշով սրբեց նրա վրայի արծաթագույն փոշին ու հիացավ փայլուն զոլերով։ Արշակս ձմերուկ շատ է սիրում։ Մտաբերեց նա, չոքեց գետնին, ականջի տակ սեղմեց ձմերուկն ու գոհ մնաց։ Հետո մեջքն ուղղելով գնաց դեպի թզենին։ Ձեռքերն ու դեմքը ճանկռոտելով բարձրացավ ծառը ու քաղեց թռչունների կծած շաքարահամ թուզը։ Այդպես նա այգու բոլոր բարիքներից ջոկեց, քաղեց ամենալավերն ու խնամքով դասավորեց նախշավոր խուրջինի աչքերում։ Այդ անելուց հետո գնաց գետապ, որտեղ արածում էր 6 ամսական սպիտակ գառը, այն գառը, որ ինքն էր կերակրել, մեծացրել լավ օրվա համար։ Հիմի սրանից լավ օր չկա, արշակս եկել է։ Ինքն իրեն ասաց նա ու բաց թողեց կապած գառը։ Գառը կամաց մայեց։ Ջանի, արձագանքեց ապերը, գնանք գառ ջան, արշակս եկել է։ Ձորից դեպի գյուղ ոլորվող կածանով բարձրանում էր Նավասար Դապերը։ Ծանր խուրջինը ճնշում էր նրա ուսը, մեջքը, կուլայի մեջ ճոխվում էր 10 տարվա գինին, իսկ հեզ ու հնազանդ գառը մերթ առաջ էր ընկնում նրանից, մերթ ետ։ Էդ ինչի ես գյուղ գնում, Նավասար Դապեր։ Հարցնում էին մարդիկ։ Արշակս եկել ա։ Հպարտ պատասխանում էր ծերունին։ Ճանապարհին գտնվող ամեն թուփ ու ծառ, ամեն քար ու աղբյուր նրան հիշեցնում էր արշակի մանկությունը։ Ամեն երեկո նա ձորից գյուղ էր բարձրանում, շալակի խուրջինի վրա նստեցրած տանելով դեռ 3-4 տարեկան արշակին։ Ահա նստում էին այս քարին։ Ապերը տանձ էր տալիս երեխային ու արխալուղի փեշով սրբում նրա քիթը։ Այս այն կերասենին է, որից 7 տարեկան արշակն ընկավ ու ոտքը դուրս եկավ։ Նավասար Դապերը հիշում է, թե ինչպես ինքը տղային շալակեց, տարավ հեռու մի գյուղ, սնխչու մոտ ու շալակած էլ ետ բերեց, ոտքը տեղը գցած։ Այս այն աղբյուրն է, որից արշակը սիրում էր ջուր խմել։ Ապերը ձեռքերը ափ էր անում, ջրով լցնում ու դեմ անում տղային, մինչև սա կոտրում էր ծարավը։ Ծերունին երբեք չի մոռանում ահա այս փոքրիկ այգին,
որի ծառերը հիմա էլ ամեն տարի բերք են տալիս, եւ նրանց տակի կանաչը դալար է մնում մինչև ուշաշուն։ Այդ այգին նա ժառանգել էր իր մորից, բայց շատ տարիներ առաջ ծախել էր Արշակին քաղաք ուղարկելու ուսումի տալու համար։ Քիչ բան չի ծախել նա մինչև Արշակը ավարտել է համալսարանը, սովորել Մոսկվայում, մինչև դարձել է մեծ մարդ։ Հաճախ էր նա համագյուղացիների մոտ պարծենում, որ իր Արշակը մեծ, շատ մեծ պաշտոն ունի մայրաքաղաքում։ Ման է գալիս ամենալավ մեքենայով, ապրում է ամենաբարձր տանը, եւ որ մարդիկ նրա մոտ պրոպուսկով են գնում։ Մեկ-մեկ հիշելով անցյալում Արշակի հետ պատահած բոլոր դեպքերը, ծերունին ոտքերին զոր էր տալիս, որքան կարելի է շուտ հասնել գյուղ։ Խուրջինում ճողփում էր կուլայի գինին, իսկ հետևից գալիս էր հեզ ու հնազանդ գառը։ Հասավ գյուղ։ Նրա զարմանքը շատ եղավ, երբ Արշակի մեքենան չտեսավ իր դռանը։ Էս ինչի՞ մաշին է այստեղ քշել, հա։ Ինքն իրեն հարցրեց ծերունին։ Վերքս տանուլ են տվել։ Ախր, մեր տան ճանապարհը քարքարոտ է։ Արշակիս մաշինան կփչանար։ Լավ է արել, որ այստեղ չի բերել։ Նրա տունը մի հարկանի տափակ կտուրով, հողահատակ պատշգամբով ու նեղ բակով քարաշեն տուն էր, որը ով գիտե, որ դարից արծվի բնի նման կպել էր լեռնալանջին, կորել ուրիշ տների մեջ։ Նավասարդապերը մտավ բակ, բեռը ցած դրեց, գարան առաջ խոտ գցեց եւ առաջին անգամ ցավով տեսավ, որ իր տունը խղճուկ է ու անշուք։ Դե, ման չկա, Արշակս հո չի քաշվի, իր տունն է, էնտեղ է ապրել մեծացել։ Մխիթարեց ինքն իրեն ու սկսեց բակը կարգի բերել։ Պատի վրայից երևաց հարևան պարավի գլուխը։ Աչքդ լիս նավասարդ, Արշակդ եկել է։ Նավասարդապոր աչքերը շողացին։ Շնորհակալ եմ, քո ղարիբն էլ տուն գա։ Ասի չես Արշակի տեսա։ Մեր տուն էր եկել։ Չէ, գրասենյակի առաջ տեսա։ Գնացել էի կոոպերատիվից ասեղ առնելու։ Արշակ, ինչ Արշակ։ Մի սրբած թուր, թազա թակավոր, մի շահզադա։ Վրան նայելուց մարդու աչքը կշտանում չի։ Աստված քեզ արժանի անի։ Շնորհակալ եմ։ Ուրախությունից կերկերուն ձայնով ասաց ապերը ու նոր եռանդով սկսեց կարգի բերել բակը։ Հարևանի հորթերը մտել էին բակ ու կեղտոտել։ Ծերունին ցախավելով մաքրեց բակի աղտեղությունը։ Երեխիս ոտնամանները կկեղտոտվեն։ Հետո քարով ծեծեց, ծալեց պատշգամբի սյունի վրայի ցցված մեխը, Արշակիս շորը կընկնի մեխովը կճղվի։ մտածեց ու բաց արեց վաղուց փակ դուռը։ Մերկ պատի տակ նիրհում էր փայտե հնամենի մահճակալը։ Կասեմ, Արշակ, մի տա, որ դուք հնում էիր էս կառավատին, ես էլ տափին։ Տեղաշորը թափ տալով խորհեց ծերունին։ Կասեմ, հեսել քույն հինգավատնը է, որ իշ ջուր էիր կմում։ Բա տեսե Արշակ, հեսել ախր քու փայտի գդալնա։ Մի տսա, ուստա մանասի ծառաբերի։ Դու տստզացիր, թե ինչի գդալի կոթի նախշեր չկան։ Տարա նախշել տվի։ Մտքում Արշակի հետ զրուցելով ծերունին գնաց աղբյուր, ջուր բերեց, ցանեց բակում, պատշգամբում, տանը եւ ավելը ձեռքն առավ։ Նորից պատի վրայից երևաց հարևան պարավի գլուխը։ Արշակ գրասենյակից գնացել է նախագահի տունը նավասարդ, իմացա։ Չէ, երբ ա գնացել։ Քո գալուց առաջ։ Դե տեսելա, որ ես տանը չեմ գնացել ատինջանը, հրես որտեղ որը կգա։ Հա, կգա։ Ծերունին չոր փայտ կտրտեց, դարսեց օջախի մոտ, խորովածի կրակի համար, հետո դանակը գոտուց հանեց ու մոտեցավ գարանը։
Մոտեցավ, բայց փոշմանեց։ Չէ, թող Արշակս գա, ոտնատակին մորթեմ։ Որոշեց նա ու նայեց նախագահի երկհարկանի տան կողմը։ Էս ինչի չի գալիս։ Օրը հրես կմտնի։ Բերած թուզս կփչանա, հոնն էլ համը կփոխի։ Եվ որպեսզի թուզը չփչանա ու հոնը համը չփոխի, հանեց խուրջինից ու շարեց պատուհանի գոգին զովտեղ։ Հետո հարևանից խնդրեց նրանց նոր սփռոցը, բերեց բրեց սեղանին, կարպետը թափ տվեց, գցեց թախտին ու բարձր դրեց վրան։ Ամեն ինչ պատրաստ էր, բայց Արշակը չկար։ Էս ինչի չի գալիս։ Անհանգստացավ ծերունին։ Ինչի է ինձ թողել իրա տունը թողել գնացել նախագահի տուն։ Այս հարցերից նրա աչքերը կկոծվեցին ու ձեռքը թեթևակի դողաց, բայց իսկույն հանգստացրեց ինքն իրեն։ Մեծավոր մարդ է, օրենքի մարդ։ Բամի չգնա նախագահի տունը տեսնի, իմանա, թե գյուղի գործերը ոնց է։ Կգա էլի, ինչի եմ վրազում, կգա։ Մի 3-4 օր կպահեմ մոտս, որ պատկերքից կշտանամ, չեմ թողնի, որ շուտ գնա։ Արևն արդեն մայր էր մտնում, բայց Արշակը չկար։ Ծերունու անհանգստությունը սաստկացավ։ Եղավ մի պահ, որ նա ցանկացավ գնալ նախագահի տունը, բայց հիշեց, որ նրանից խռով է դեռ Երևանից, ու միտքը փոխեց։ Ոչ ահունի, ոչ ամտես մեր նախագահը։ Այնքան խալխի միջին երեսից ավել բակաս խոսքեր շպրտեց, գետինը մտածը։ Նա դուրս եկավ սենյակից ու կանչեց հարևան պարավի թորանը։ Մի գնա, տես մեր Արշակն ինչ անում այնտեղ։ Արևիդ մատաղ, ասա, որ ես ձորից եկել, իրան եմ սպասում։ 14 տարեկան տղան վազեց նախագահի տունն ու քիչ հետո վերադարձավ։ Տեսա՞ր մեր Արշակին։ Հարցրեց ծերունին։ Հա։ Այ ես քո աչքերին մատաղ։ Ինչ էր անում։ Գինի էր խմում։ Ասացիր, որ ես եկել եմ։ Հա։ Ինչ ասաց։ Ասաց լավ։ Ասաց լավ։ Մտքում կրկնեց ծերունին։ Ասել է հրես ուր որ է կգամ, դե կգա էլի։ Ես կրակ անեմ խորովածի համար։ Քիչ հետո օջախի մեջ ճրճրթաց, բորբոքվեց կրակը։ Նավասար դապերը չոքեց կրակի մոտ ու մաքրեց շամփուրները։ Հետո մտավ տուն։ Աթոռ դրեց, բարձրացավ, մաքրեց էլեկտրական լամպն ու նստեց սեղանի մոտ։ Նստեց ու սպասեց։ Ժամերն անցնում էին ծանր ու դանդաղ։ Գյուղում բռնկվեցին էլեկտրական լամպերը։ Հնամենի տան պատերը ժպտացին։ Դրսի ձայները հետսհետե մարեցին։ Միայն շների հաչոցն էր լսվում տխուր ու տաղտկալի։ Արշակը չկար։ Կրակը մարեց, ծածկվեց մոխրի քոզով ու կուչ եկավ։ Սպիտակ գառը նստել էր խոտին ու որոճում էր, անմեղ հայացքով նայելով պատուհանի լույսին։ Ամբողջովին լսողություն դարձած նավասար դապերը նայում էր բաց դռանը ու ականջ դնում։ Նրա աչքերը հոգնեցին, ջրակալեցին ու գլուխը սկսեց ծանրանալ։ Հանկարծ նա կանգնեց տեղը, բայց ոտքերը չշարժվեցին։ Ինչի ես գնամ նրա ոտքը։ Մեծը ես եմ, փոքրն ինքը։ Թող ինքը գա։ Նա ուզեց մտքում բարկանալ Արշակի վրա, բայց իսկույն զղջաց։ Վնաս չունի, մեծավոր մարդ է, ալբատ գործ ունի նախագահի հետ։ Հիմա չգա էլ, առավոտը հո կգա ու կգա։ Եվ նորից սպասեց երկար։ Այնինչ աշնանային գիշերը հոսում էր ձորի մեջ և ուր որ էր կսպառվեր։ Ծերունու աչքերը մշուշվեցին բաց դռանը նայելուց, և քունը հետզհետե նվաճեց նրան։ Նա քնեց հենց նստած տեղը, մորուքը կրծքին։ Չգիտեր, թե որքան էր քնել, երբ արթնացավ դրսից լսվող մեկի ձայնից։
Նա աչքերը բացեց ու զարմանքով տեսավ, որ լույսը բացվել էր, ու նույնիսկ պատուհանից ներս էին ընկել արևի շողերը։ Նավասարդ, այ նավասարդ։ Կանչում էր հարևան պարավը։ Ծերունին դուրս թռավ։ Պարավի գլուխը երևում էր պատի վրայից։ Այ մարդ, քնով ես անցել, ինչ է։ Հա, Աչքերը տրորեց ծերունին։ ինչա, չլինի արշակը եկել է։ Չէ, Գլուխը տարուբերեց պարավը։ արշակը դրեն գնում է։ Պատշգամբի ծածկն ասես փլվեց նավասարդապոր գլխին։ Նա վազեց դեպի ցածլիկ գոմը, բարձրացավ կտուրն ու նայեց գյուղից ելնող ճանապարհի կողմը։ Արևի շողերից բոցավառված արշակի մեքենան սլանում էր դեպի հեռուները։ Ծերունին ձեռքերով խփեց գլխին ու փլվեց գոմի կտրին։ Երկար ժամանակ ցնցվում էին նրա բարակ ուսերը։ Նա հեկեկում էր։ Քիչ հետո ճոճվող բոլորովին սերունական քայլերով նա իջնում էր դեպի այգիների ձորը։ Քայլում էր երերալով, գլուխը կախ, մեջքն ավելի կուզ էր երևում, իսկ աչքերը հոր էին ընկել։ Նրա հետևից գնում էր սպիտակ գառը ու երբեմն մայում սրտամորմոկ ձայնով։